Թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոցի ներսի ու դրսի ջերմությունը գրեթե չի տարբերվում։ Շենքը 1983 թվականի կառույց է։ Հին է, որքան այս էլեկտրական տաքացուցիչը։ Այս մեկով հասցնում են տաք պահել մի սենյակ, որտեղ հավաքվում են մարզիչները, վարչական մասի պատասխանատուներն ու բուժքույրը։ Խոնավությունը մտել է շենքի պատերի մեջ, որոնց վրայից բորբոսները չեն վերանում, իսկ փտած հատակների վրայով քայլելն անգամ վախենալու է։ Այս պայմաններում ամեն օր 193 սան է պարապում, իրենց հաղթանակների մեդալներով ու լուսանկարներով փակելով մութ պատերը։ Վերանորոգման աշխատանքներ եղել է մի 2-3 տարի առաջ, ունենք դերսում կորդերի հանդերձարաններ, կոմունալ այնտեղ վերանորոգում եղել է այդտեղ, մոտավորապես մի քանի տարի եղավ չի եղել, խոնավություն է, ջրահեռացում չի եղել, խոնավությունը քաշել է, դրա համար այսպես վիճակ է էլի։ 4 տարի առաջ քաղաքի բյուջեից հատկացված գումարներով տանիք են նորոգել, բայց ներսի բորբոսների ու խոնավության հետքերը մնացել են։ Մարզական եւ առողջ վիճակում պահել սաներին այս պայմաններում պատկերացնել անգամ չի լինում։ Տանիքից կաթոցները կտրել են, բայց շենքի ներքին ամբողջական վերանորոգմանը չեն հասել։ Աշխատանքների համար նախատեսված 800,000 դրամով շինանյութ են գնել, 3 սենյակ են մասնակի վերանորոգել՝ խոհանոցը, սեղանի թենիսի 1 դասարան եւ տնօրենի աշխատասենյակը։ Այսքանը հասցրել են անել նոյեմբերից։ Մնացածը չեն շարունակել ցրտերի պատճառով, սպասում են օրերը մի քիչ տաքանան, նոր անցնեն գործի։ Ցրտերը սկսեց, ջերուցման համակարգը չկա, որ ասենք դա ջերուցման ժամանակ տաք վիճակում սկսենք վերանորոգումը, դրա համար մենք դատարեցրել ենք։ Որտեղ սկսել ենք, այնտեղ բրձել ենք, այստեղ չհասցրեցինք։ Մեր ժամանակվա մարզումների ժամանակ մենք նույնիսկ ունեցել ենք տրինաժորներ, որոնց վրա պարաբելուց հետո նոր մոտեցել ենք սեղաններին, պարաբել ենք հայլիներով, մեր դասասենյակը, իսկ հիմա երեխաները բնականաբար այդ ամեն պայմանները չունենք։ Խոնավությունից շենքային անհարմար պայմանների պատճառով մարզադպրոցի գույքը եւս փչացել է։ Նորերը ձեռք բերելն էլ բավականին թանկ է։ Վերջերս սեղան ու մի քանի գնդակներ, ռակետներ են ստացել, որոնք կօգտագործեն, երբ շենքային պայմանները կփոխվեն։ Պահեստավորած շինանյութը հազիվ 1-2 սենյակի վերանորոգման կհերիքի, բայց աշխատանքները անավարտ չեն կարող թողնել։ Սեփական միջոցներն ու այլ օժանդակություններն են օգնության հասնելու։ Մարզադպրոցի ամենաթարմ նորույթը սաներից Մանեի թենիսի ռակետն է։ Ծնողներն են գնել։ Առաջվանը հին էր, ավելի որ ես սխալ էի խփում գնում էր, իսկ սա ավելի թազա էր ու ես որ խփում եմ սխալները արդեն տեսնում եմ եւ աշխատում եմ որ ճիշտ անել։ Պետք է փոխվի գույքը, տեխնիկան փոխվելու է, երեխաների ձեռքի ռակետները ոչ նորմալ են։ Աշխատում ենք ծնողների միջոցով երեխաները ունենան իրենց հասանելի ռակետները։ Իրենց հարևանությամբ է խաղերի մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ վերջին թարմացումը մի քանի ջեռուցիչների տեղադրումն է եղել անցած տարվա վերջին։ Մարզադպրոցի փլված շենքի տեղում 90-ականներին երկաթյա կոնստրուկցիաներով, սենդվիչ պանելներով նոր շենք են հավաքել։ Կաթոցների դեմ դույլերով են պայքարում, հերթափոխով ջուր են թափում։ Պատերն ու հատակը թրջվում են ոչ միայն կիսանորոգ տանիքից, նաև կոտրված ապակիներից։ Մեր պատերը, օրինակ, սենդվիչները, իրանք մեջը փրփուրը արդեն փոշիացել վերացել է, անպայման փոխվի։ Միջև էս չէ, մեկուսացման խնդիրը չլուծվի, մարզադպրոցի տանկացնելու հնարավորությունը շատ դժվար է, չի ստացվի։ Դեռ 2020-ին ծրագիր կար մարզադպրոցի նորոգման։ Ճապոնական դոնոր կազմակերպություններ գտնվել, որի միջոցներով շուրջ $200,000 ներդրմամբ պետք է վերանորոգվեր շենքը։ Բայց այն այդպես էլ մնաց գրված ծրագիր։ Դպրոցում միայն մասնակի կոսմետիկ աշխատանքներ են անում, սեփական նախաձեռնություններով։ 216 սան ունեն, պարապմունքները 3 մարզաձևերում է՝ վոլեյբոլ, բասկետբոլ եւ մինիֆուտբոլ։ Մարզասարքեր ու այլ գույք ստանալու հույս էլ չունեն։ Մենք գույք ընդհանրապես չենք ստանում։ Հիմա դուք տեսնում եք, այս կաշկի շետերի հետ է կապված, բասկետբոլի ընդհանրապես ամբողջ Հայաստանում էլ չկա, երևի մենակ մեր մոտ է։ Ժամանակակից, ասենք պատահլուկից կախված շիտեր կան։ Ունենք տաբլոյի կարիք, տաբլոյի պատճառով ասենք շատ մարզումներ մեր մոտ չեն անցկացվում։ Սամբո ջյուդոյի մարզադպրոցում 2 ամիս է շինարարություն է։ Երկաթե կոնստրուկցիաներով մարզադպրոց են կառուցել 2000-ականներին։ Քաղաքային բյուջեից հատկացված գումարներով անցած տարի նորացրել են պատուհաններն ու դռները։ Այժմ վերանորոգումներ են սենյակներում, սանհանգույցում, հանդերձարանում, նոր հարմարություններ են ստեղծում մարզիկների համար։ Պատուհանները մեծ խնդիր էր, որը լուծել ենք, ջեռուցման հարցն է,
ներգապային մնում է չլուծված, ճիշտ է տակացնում ենք, բայց անընդհատ խնդիրներ կան, անընդհատ սարքերը չի գործում, փչանում է, ավելի նորմալ ջեռուցման կարիք ունի մարզադպրոցը։ Հիմնովին վերանորոգման կարիք ունի զալը, բայց ժամանակավոր լուծումներ ենք գտել, տեսեք դուք եք ձեր աչքով տեսնում, որ ինչ փոփոխություններ է կատարվել, առաջը չունենք նմանատիպ ջեռուցման ինչ որ սարքավորումներ, հիմա կա, բայց ելի եմ կրկնում, դա հիմնական լուծում չէ։ Կառույցի, տանիքի հիմնային նորոգում և սպորտալիջին այդքան անհրաժեշտ ջեռուցումը ընթացիկ ծրագրերում չեն ընդգրկված։ Մարզադպրոցի համար առաջնային է նաև գույքի ու մարզասարքերի նորացումը։ Կարողացել են իրենց միջոցներով խառը մենամարտերի համար նախատեսված ռինգ գնել։ Սա մարզադպրոցի վերջին տարիների ձեռքբերումն է։ Մի քանի ամիս առաջ մենք խառը մենամարտերի ռինգ ենք բերել մեր մոտ, որը բացառիկ է ու չկա Շիրակի մարզում, կարող են մարզասերները գալ եւ մարզվել, բայց մարզասարքեր չունենք, շատ ունենք, բայց չնչին բաներ ունենք, որը շատ քիչ է, էլի, ցանկություն, եթե հնարավորություն կա, եթե մարդիկ կլինեն, որ կարողանան աջակցել մեր մարզադպրոցին, մեր երեխաների համար, շատ ցանկալի կլինի։ Մարզադպրոցում պարապում են 200-ից ավելի սաներ, նրանց մի մասը գալիս է հարևան գյուղերից։ Այժմ մարզիչներն ու մարզիկները պատրաստվում են Հայաստանի սամբո ձյուդոյի երիտասարդների առաջնությանը։ Ոչ միայն հանրապետական, նաև միջազգային մրցաշարերից մարզադպրոցի սաները վերադառնում են մեդալներով, մրցանակային տեղերով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։